Փետրվարի վերջին օրը Մերձավոր Արևելքում սկսվեցին պայթյուններով։ Մի քանի ժամվա ընթացքում ռազմական գործողությունները դուրս եկան մեկ երկրի սահմաններից և վերածվեցին տարածաշրջանային լայնամասշտաբ բախման։ Օդային հարվածներ, անօդաչու սարքեր, նավթատարների խորտակում, դիվանագիտական տարհանումներ և գերտերությունների կոշտ հայտարարություններ։ Իրանը հայտարարում է վրեժի մասին, Միացյալ Նահանգները խոսում է աննախադեպ պատասխանի մասին, Իսրայելը ուժեղացնում է հարվածները, իսկ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի եզրին։ Այս տեսանյութում կանրադառնանք, ինչից սկսվեց ռազմական շղթայական զարգացումը, ինչու է Իրանի գերագույն առաջնորդի մահը փոխում խաղի կանոնները, ինչ է նշանակում Հորմուզի նեղուցի փակումը և ինչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։ Առավոտյան ժամերին տեղեկություններ տարածվեցին, որ Դուբայում ռազմական միջադեպից հետո բեկորների անկումը հրդեհ է առաջացրել Ջեբել Ալի նավահանգստի տարածքում։ Այդ նավահանգիստը կարևոր ռազմավարական հանգույց է, որտեղ հաճախ կանգ են առնում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը։ Դրան հաջորդեցին նոր հարվածներ։ Հաղորդվում էր, որ թիրախավորվել է նաև Դուբայի միջազգային օդանավակայանը։ Իրանը հայտարարեց, որ իր գործողությունները պատասխան են նախորդ հարձակումներին։ Մի քանի ժամ անց հրապարակվեց կոշտ հայտարարություն Միացյալ Նահանգների նախագահից Դոնալդ Թրամփը, որը նախազգուշացրեց, որ ցանկացած էսկալացիա կստանա ուժգին պատասխան։ Տարածաշրջանում լարվածությունը սկսեց արագորեն աճել։ Հարվածների ալիքը տեղափոխվեց ծով, թիրախ դարձավ Հորմուզի նեղուցով անցնող նավթատարը։ Մի քանի ժամ անց հաղորդվեց, որ վնասված նավը խորտակվել է։ Հորմուզի նեղուցը աշխարհի էներգետիկ շնչուղիներից է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 5/4 մասը և հեղուկ բնական գազի զգալի բաժինը։ Եթե նեղուցը փակվի, նավթի գները կարող են կտրուկ աճել, մատակարարման շղթաները կխաթարվեն, համաշխարհային տնտեսությունը կարող է մտնել ռիսկային փուլ։ Իրանական կողմը մի պահ հայտարարեց, որ նեղուցը չի փակվում, սակայն ռազմական ակտիվությունը արդեն իսկ շուկաներում ստեղծեց անորոշություն։ Շրջադարձային պահ դարձավ Թեհրանում իրականացված հարվածը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների զոհվել է Իրանի գերագույն առաջնորդը Ալի Խամենեին։ Նրա մահը Իրանի ներսում ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգևոր ցնցում առաջացրեց։ Հայտարարվեց սուգ, բարձրացվեց վրեժի խորհրդանիշ կարմիր դրոշը և բարձրաստիճան հոգևորականներ հանդես եկան կոշտ հայտարարություններով։ Խամենեին ղեկավարում էր երկիրը 1989 թվականից, ստանձնելով պաշտոնը Ռոհալլա Խամենեիի մահից հետո։ Նրա ձեռքում կենտրոնացված էին թե քաղաքական, թե ռազմական և թե կրոնական լծակները։ Նրա բացակայությունը ստեղծում է իշխանական վակուում։ Իրանի սահմանադրության համաձայն գերագույն առաջնորդը ընտրվում է փորձագետների ժողովի կողմից, սակայն ռազմական գործողությունների պայմաններում գործընթացը կարող է հետաձգվել։ Ժամանակավոր կառավարման մեխանիզմն է ձևավորվում նախագահի դատական համակարգի ղեկավարի և Սահմանադրության պահապանների խորհրդի մասնակցությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմեց ժողովրդին հայտարարելով, որ պետությունը շարունակելու է գործել ամբողջ հզորությամբ և չի դադարեցնի գործողությունները։ Միաժամանակ շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, սակայն վերջնական որոշումը կախված է քաղաքական և ռազմական իրավիճակից։ Հարվածներ արձանագրվեցին նաև այլ երկրներում, Ամանում որսացվեցին հրթիռներ, Աբու Դաբիում վնասվեց նավահանգստային ենթակառուցվածքը, Երուսաղեմում գրանցվեցին հրթիռային հարվածներ, Քուվեյթ Սիթիում հայտարարվեց տագնապ։ Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ գործողությունները շարունակվելու են մինչև վճռական արդյունք։ Ցույցեր տեղի ունեցավ տարբեր երկրներում՝ Բաղդադում, Կարաչիում, Նյու Յորքում, որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվեցին բախումների։ Իսկ ինչ է սպասվում Հայաստանին։ Հայաստանի համար իրավիճակը բազմաշերտ ռիսկեր է պարունակում։ Առաջինը՝ էներգետիկ կախվածություն։ Հայաստանը Իրանի հետ ունի գազ էլեկտրէներգիա փոխանակման ծրագիր։ Եթե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները վնասվեն, կարող է խնդիր առաջանալ Երևանի ջերմաէլեկտրակայանի աշխատանքի համար։ Երկրորդը՝ առևտրային շրջանառություն։ Երկու երկրների միջև առևտուրը մոտենում էր միլիարդ դոլարի շեմին։ Ներմուծումը գերազանցում է արտահանմանը։ Ռեալի արժեզրկումը արդեն իսկ հարվածել է հայ արտահանողներին։ Երրորդը՝ միգրացիոն հոսքեր։ Իրանում բնակվում է ավելի քան 80 միլիոն մարդ։ Խորացող ճգնաժամի դեպքում հնարավոր է բնակչության տեղաշարժ դեպի հարևան երկրներ, այդ թվում Հայաստան։ Չորրորդը՝ տրանսպորտային ուղիներ։ Հարավային սահմանը կարող է դառնալ մարդասիրական միջանցք այլ երկրների քաղաքացիների համար։
Մերձավոր Արևելքում սկսված այս ռազմական բախումները այլևս պարզապես հերթական սահմանային լարվածությունը չեն, դրանք վերածվել են ուժային բալանսի բացահայտ վերաձևավորման գործընթացի։ Իրանի գերագույն առաջնորդի Ալի Խամենեիի մահը ստեղծել է այնպիսի քաղաքական վակուում, որը կարող է փոխել ոչ միայն երկրի ներսի իշխանական ճարտարապետությունը, այլ նաև ամբողջ տարածաշրջանի ռազմավարական հաշվարկները։ Տասնամյակներ շարունակ կառուցված կառավարման համակարգը մեկ հարվածով մտավ անցումային փուլ, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ունենալ պատմական հետևանք։ Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բախումը սահմանափակ չէ մեկ ճակատով։ Օդային տարածքից մինչև ծովային ուղիներ, նավահանգիստներից մինչև մայրաքաղաքներ, հակամարտությունը ընդգրկեց միաժամանակ մի քանի առանցքային կետեր։ Հատկապես կարևոր է այն, որ ուշադրության կենտրոնում հայտնվեց Հորմուզի նեղուցը, աշխարհի էներգետիկ շնչուղիներից մեկը։ Եթե այդ ուղին լիովին փակվի կամ երկարաժամկետ խաթարվի, հետևանքները չեն սահմանափակվի նավթի գնի աճով։ Խոսքը կարող է գնալ համաշխարհային տնտեսական ցնցման, մատակարարման շղթաների խզման եւ ֆինանսական շուկաների անկայունության մասին։ Միևնույն ժամանակ Իրանի ներսում սկսվող իշխանական վերադասավորումները կարող են որոշիչ լինել։ Նոր առաջնորդի ընտրությունը, ժամանակավոր կառավարման մեխանիզմների ձևավորումը եւ ռազմական ղեկավարության վերականգնումը կսահմանեն, արդյոք երկիրը կշարունակի կոշտ գիծը, թե կփորձի վերադառնալ բանակցությունների դաշտ։ Այստեղ մեծ դեր ունի նաև արտաքին ճնշումը, Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները եւ Բենյամին Նեթանյահուի ռազմական հռետորաբանությունը վկայում են, որ կողմերը դեռ պատրաստ չեն արագ դեէսկալացիայի։ Սակայն ամենամեծ վտանգը այն է, որ այս հակամարտությունը կարող է աստիճանաբար ներգրավել ավելի մեծ խաղացողների։ Էներգետիկ շահերով պայմանավորված Չինաստանը, եվրոպական երկրները եւ տարածաշրջանային այլ դերակատարներ ստիպված կլինեն արձագանքել, եթե նավթի եւ գազի հոսքերը խաթարվեն։ Այդ պարագայում ճգնաժամը կարող է դուրս գալ տարածաշրջանային սահմաններից եւ վերածվել գլոբալ բախման նոր փուլի։ Հայաստանի համար այս զարգացումները հեռավոր չեն։ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև կարևոր տնտեսական եւ էներգետիկ գործընկեր։ Էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրերը, գազային մատակարարումները, հարավային տրանսպորտային միջանցքը եւ առևտրաշրջանառությունը անմիջականորեն կապված են Իրանում կայունության հետ։ Ցանկացած երկարատև անկայունություն կարող է բերել էներգետիկ հավասարակշռության խախտման, արտանման խնդիրների եւ ֆինանսական ճնշման հայկական բիզնեսի վրա։ Բացի այդ, չի կարելի բացառել միգրացիոն ճնշումների աճը, եթե Իրանում սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանա։ Այսպիսով, ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել որպես վտանգավոր անցումային փուլ։ Մեկ սխալ հաշվարկ, մեկ չկշռադատված քայլ կարող է բացել նոր ճակատներ։ Միաժամանակ դեռ պահպանվում է դիվանագիտական լուծումների պատուանը, եթե կողմերը ընտրեն բանակցային ճանապարհը եւ զսպվածություն չցուցաբերեն։ Միաժամանակ դեռ պահպանվում է դիվանագիտական լուծումների պատուանը, եթե կողմերը ընտրեն բանակցային ճանապարհը եւ զսպվածություն ցուցաբերեն։ Առաջիկա օրերը եւ շաբաթները որոշիչ են լինելու։ Կձևավորվի Իրանում նոր կայուն ղեկավարություն, կբացվի դիվանագիտական ուղի, թե ռազմական գործողությունները կխորանան, կպահպանվի Հորմուզի նեղուցի ազատ նավարկությունը, թե այն կդառնա հաջորդ էսկալացիայի կետը։